Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Նոր ուժ կուսակցության падգամավորի տեխնացու Հակոբ Կարապետյանն է։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Կարապետյան, քարոզարշավը ըստ էության մոտեցավ ավարտին։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչպես կարողացաք համոզել, որ այս ընտրություններին իրենց քվեն պետք է տան ձեզ, որն է ամենակարևոր եւ առանցքային տարբերությունը, որի համար արժե, որ քաղաքացին իր ձայնը տա ձեզ։ Տեսեք, շնորհակալ եմ նախ հրավերի համար, մեր ուժը ինչ առավելություններ ունի, հա, միանգամից անկեղծ ձևով խոսենք դրա մասին։ Դա թիմի լիդերի Հայկ Մարությանի 100%-անոց ճանաչելիությունն է, որտեղ դժվար է պատկերացնել այս երկրում մի մարդ, որը լավ չի ճանաչում Հայկ Մարությանին։ Եվ որպես սիրված դերասան, պրոդյուսեր, հանրային գործիչ եւ նաեւ հատկապես վերջին տարիներին որպես քաղաքական գործիչ եւ Երևանի քաղաքապետ։ Եվ այստեղից նաեւ գալիս է մեր մյուս ուժեղ կողմը, որ քաղաքապետարանում պարոն Մարությանի աշխատանքի շրջանում նրա թիմից է ձևավորված մեր կուսակցությունը քաղաքապետարանի որոշ վարչության աշխատակիցներ, ղեկավարներ, մեկը ես, հա, մամուլի քարտուղարը, նաև ավականու շատ անդամներ, որոնք նաև այս պահին Երևանի ավականում մեր ֆրակցիայի անդամներն են, հա, դա մեր կուսակցության կորիզն է։ Թե ինչպես մենք կարողացանք հասցնել մեր ընտրողներին, մեր համակարգացիներին, մեր մտքերը, մեր գաղափարները, մեր ուրեմն ծրագրերը, դա հենց այս երկու ուժերի համադրությունն էր, նախ հումորային, գիտեք, տեսանյութերի, հոլովակների միջոցով քաղաքական ուղերձներ փոխանցեցինք եւ նաեւ ներկայացրեցինք վերջին 5-7 տարիների ընթացքում մեր աշխատանքը, այսօրվա Երևանում մեր աշխատանքը, որը ահռելի աշխատանք է, իրականում ավականու գործառույթները շատ փոքր են, բայց այդ փոքր գործառույթների շրջանակներում մեր գործընկերները կարողանում են զգալի աշխատանք կատարել բնապահպանության ոլորտում, չգիտեմ, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում եւ այլն։ Իսկ ով է ձեր ընտրողը։ Ձեր ընտրողը այն մարդիկ են, որոնք սիրում են դերասան Հայկ Մարությանին, այն մարդիկ են, որոնք սիրում են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետ աշխատած Հայկ Մարությանին, թե այն մարդիկ են, որոնք սիրում են ընդդիմադիր Հայկ Մարությանին։ Այս երեք շերտից ո՞րն է ձեր ընտրողը։ Մեր ընտրողը այն մարդն է, որը սիրում է սկզբունքայնությունը, որը գնահատում է աշխատանքը եւ գնահատում է հետեւողականությունը։ Ձեր նշած 3 Հայկ Մարությանները, այսպես ասած, նույն մարդն են եւ իրենք բոլոր իրավիճակներում գտնվել են նույն տեղում։ Այն ժամանակ, երբ ուրեմն 18 թվականի հեղափոխությունից առաջ ընտրական իրավունքն է համատարած խախտվել, կոռուպցիայի ահռելի դրսևորումներ են եղել, անարդարություն է եղել եւ այլն, Հայկ Մարությանը այդ ժամանակ իր ձայնը բարձրացրել է եւ մասնակցել է նաեւ հետեւաբար 18 թվականի հեղափոխությանը։ Հեղափոխությունից հետո այն ժամանակ, երբ պետք էր ճգնաժամային իրավիճակում աշխատել եւ ուրեմն հաղթահարել աղբի ճգնաժամը, սկսել տրանսպորտի ռեֆորմները, ուրեմն մահվան վերելակները քաղաքում փոխել եւ այլն, այն կենթանիների սպանդը դադարեցնել եւ ստեղծել կենթանիների խնամքի կենտրոնը։ Այդ ընթացքում պետք է եղել քրտնաջան ամենօրյա աշխատանք եւ Հայկ Մարությանը աշխատել է։ Այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը խզում է զգացել իր եւ քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանի միջև եւ այդ խզումը, այդ անդունդը գնալով խորացել է, Հայկ Մարությանը չի լռել, արտահայտել է իր դիրքորոշումը եւ թիմի ներսում եւ նաեւ, եթե վեր հանեք ավականու նիստերը, գործակարգավարական նիստերը, անընդհատ այդ խոսակցությունը եղել է, որը ի վերջո հանգեցրել է նրան, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետի պաշտոնից հեռացրել է։ Տեսեք, պարոն Կարապետյան, քաղաքականության մեջ կիսատ այս կողմ, կիսատ այն կողմ չի լինում։ Քաղաքականության մեջ կամ դու լինում ես ընդդիմադիր գործիչ, կամ դու իշխանական գործիչ ես։ Իմ հարցը, երբ ես առաջին անգամ այդ հարցը ձեզ տվեցի, վերաբերում էր սրան։ Ձեր ընտրողը ընդդիմադիր Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, թե իշխանական, որովհետև ես հետևում եմ շատ ակտիվ Հայկ Մարությանի քաղաքական գործունեությանը։ Ես Հայկ Մարությանին չեմ տեսել որևէ ընդդիմադիր պայքարի ժամանակ։ Այո, ես ընդդիմադիր պայքարների ժամանակ։ Ես չեմ տեսել
ընդդիմադիր որևէ պայքարի ժամանակ Հայկ Մարությանը ակտիվ դերակատարում չի ունեցել։ Կա տպավոր դիմադրության պայքարի ժամանակ, որտեղ էր դիմադրության շարժումը, երբ Երևանում եռում էր փողոցը, որտեղ էր Հայկ Մարությանը։ Ժամկետը հիշեցրեք։ 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2000 պատերազմի ընթացքում Հայկ Մարությանը մինչև դեկտեմբեր ամիսը դրանից հետո Երևանում եղել է, ամբողջ Հայաստանում եղել է դիմադրության շարժում, հայրենիքի փրկության շարժում, Բագրատ Սրբազանի շարժում։ Մանուկյանի կողքը կանգրել։ Ես չեմ անձերին չեմ ասում, ես ասում եմ կար փողոցում ընդդիմադիր պայքար։ Դրանց մեջ չկար Հայկ Մարությանը։ Հարց։ Հիմա ընդդիմադիր Հայկ Մարությանն է թե ոչ։ Երեք պայքար։ Երրորդը որն է։ Բագրատ Սրբազանի շարժում, հայրենիքի փրկություն եւ դիմադրության շարժում։ Շատ լավ։ Ձեր նշած 3-ից 2-ում Հայկ Մարությանը եղել է Երևանի քաղաքապետի պաշտոնում եւ իր աշխատանքը կատարել է ճգնաժամային իրավիճակում Երևանի քաղաքապետի պաշտոնում։ Այդ դուք չնշեցիք եւս մեկ այսպես կոչված շարժում 21 թվականի փետրվարին, իդեպ նաեւ ՔՊ-ի գործընկերներն են դրա մասին մոռանում, շատ հատկանշական է։ Երբ ուրեմն բանակի որոշ գեներալներ ռազմական հեղաշրջում էին նախապատրաստում, այդ ժամանակ Հայկ Մարությանը հայտնել է իր դիրքորոշումը, որ ընդդիմադիր ուրեմն հայացքները չպետք է վերաճեն ռազմական հեղաշրջման եւ սահմանադրական կարգի տապալման։ Այդտեղ էլ դիրքորոշում հայտնել են։ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման ժամանակ Հայկ Մարությանը հայտարարել է, որ ողջունում է որևէ ընդդիմադիր գործունեություն, սակայն քանի որ այնտեղ բեմի վրա գտնվող, հրապարակում գտնվող մի շարք գործիչների հետ կան անհամատեղելի տարբերություններ, գաղափարական, աշխարհայացքային տարբերություններ, հետևաբար Հայկ Մարությանը չի կարող լինել այդ շարժման կողքին։ Համենայն դեպս որևէ դեմոկրատական process ողջունել է։ Կարող եք շարունակել։ Գիտեք ինչ, երբ խոսում եք ընդդիմություն եւ իշխանության մասին, պետք չէ մոնոպոլիզացնել ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը։ Հայկ Մարությանը այնտեղ է իր թիմի հետ, որտեղ որ գտնվել է միշտ։ Երբ դուք ասում եք ողջունել, նկատի ունեք տարածած պաշտոնական հաղորդագրություն։ Այո։ Այսինքն քաղաքական գործիչը իր Facebook-յան էջով տարածում է հաղորդագրություն եւ դա համարվում է աջակցություն եւ վերջ։ Չի գնում, չի պայքարում, չի աջակցում այդ ընդդիմադիր շարժումներին։ Facebook-յան էջով աջակցություն ենք հայտնում եւ վերջ։ Տիկին Սուքյասյան, ես ասում եմ, ընդդիմությունը դա մոնոպոլիա չէ։ Դա ոչ Բագրատ Քոչարյանի մոնոպոլիան է, ոչ Ռոբերտ Քոչարյանի մոնոպոլիան է, ոչ Սամվել Կարապետյանի մոնոպոլիան է։ Ընդդիմությունը այն մարդիկ են, ովքեր պայքարում են իշխանության գործողությունների դեմ, ամեն մեկը իր օրակարգով եւ իր պատկերացումների շրջանակներում։ Այդ դեպքում ո՞րն է Հայկ Մարությանի օրակարգը։ Այն մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի հետ հարստություն են դիզել 2000-ական թվականներին, այն մարդիկ, ովքեր ողջունել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում եղած ապօրինությունները, խուժանապետական դրսևորումները, նրանց կողքին բեմահարթակում կանգնելու որևէ մոտիվացիա չկա եւ չի կարող լինել։ Okay, այդ դեպքում ո՞րն է Հայկ Մարությանի օրակարգը։ Այդպես չի եղել 18 թվականից հետո։ Հայկ Մարությանի օրակարգը հետևյալն է։ Ընդդիմադիր գործիչ Հայկ Մարությանի օրակարգը 2018 թվականին եղել է հեղափոխություն, որը մեր նորանկախ երկրի պատմության ամենախոշոր իրադարձություններից մեկն է եւ հասարակության ամենամեծ հաղթանակներից մեկն է, որտեղ հասարակությունը կարողացել է հաղթահարել անզորությունը, կարողացել է հաղթահարել իրեն պարտադրված իշխանության հարատևության ուրվականին եւ արել է հեղափոխություն լավագույն նկատառումներից ելնելով։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակցությունը աստիճանաբար գնալով ձախողել են ազգային հարցերում, Արցախի հարցում աղետների են հասցրել երկիրը, շատ ռեֆորմներում, դատաիրավական ռեֆորմում, կոռուպցիայի դեմ պայքարում կամ դանդաղել են, կամ ձախողել են, կամ սխալ ճանապարհով են գնացել, դա դարձել է մեր եւ Նիկոլ Փաշինյանի թիմի միջև խզման պատճառ։ Եւ մենք, երբ ընդդիմանում ենք Նիկոլ Փաշինյանին, երբ Նիկոլ Փաշինյանին ասում ենք, որ դու ձախողել ես, ասում ենք, որ դու ձախողել ես 18 թվականին մեր ժողովրդի իղձերը, երազանքները եւ դավաճանել ես տվածդ խոստումներին։ Ինչպես եք ընդդիմանում։ Եվ մենք, ինչպես։ Երբ ասում եք մենք ընդդիմանում ենք Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես եք ընդդիմանում, այ հանրությունը ձեր ընտրություններին մասնակցելով եւ մեր տեսակետը ներկայացնելով։ Ընտրություններին մասնակցելով 23 թվականին, երբ ոչ Ռոբերտ Քոչարյանն էր մասնակցում, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ կարծեմ Սամվել Կարապետյանը, ոչ էլ կարծեմ Գագիկ Ծառուկյանը։ Մենք մասնակցել ենք այդ ընտրություններին եւ չնչին գումարներ ծախսելով, չնչին ռեսուրս ծախսելով մեր եղածների սահմաններում կարողացել ենք Երևան քաղաքում ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան ձևավորել։ Այդ ընդդիմադիր ֆրակցիան հետո պայքարել է օրինակ ավտոբուսի թանկացման դեմ եւ կարողացել ենք մասնակի հաջողության հասնել։ Համենայն դեպս, երբ 300 դրամ էին ուզում դարձնել ուղևարձը, մեր պայքարի շնորհիվ դա դարձել է 150 դրամ։ Իհարկե մենք ուզում ենք եւ հիմա էլ պնդում ենք, որ պետք է Երևանում տրանսպորտը լինի 100 դրամ։ Մենք մեր դիրքորոշումը ազգին եւ երկրին եւ քաղաքին վերաբերող առանցքային հարցերում արտահայտում։ Այդ դեպքում եկեք գանք դրան։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պետք է փոխեմ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Արցախի վերաբերյալ հղումը, ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հղումը մենք խանգարում են։ Սրա դեմ Հայկ Մարությանը եւ նրա քաղաքական ուժը ինչ կերպ են պայքարում։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այո, Հայաստանում կան Ադրբեջանի տարածքներ եւ այդ հարցը ժողովուրդ պետք է լուծենք, մասնավորեցնում է Տիգրանաշենի հարցը պետք է լուծենք։ Սրա վերաբերյալ Հայկ Մարությանը, որը քաղաքական գործիչ է եւ ասում եք ընդդիմադիր Հայկ Մարությանը եւ նրա քաղաքական ուժը ինչ կերպ են արձագանքում, ինչպես են հակադրվում։ Ինչ ձև եք պայքարում այս օրակարգերի դեմ դուք։ Քաղաքական գործիչի պայքարի մի քանի մեթոդներ կան։ Անել հայտարարություններ, հստակեցնել դիրքորոշումը, հարցազրույցների, հանրային ելույթների ժամանակ, չգիտեմ, ներկայումս արդեն սոցցանցային միջոցներով ներկայացնել դիրքորոշումը, ցույց տալ որն է սխալը, ինչու է դա սխալ, ցույց տալ որն է ճիշտը եւ ինչու է դա ճիշտ։ Մենք համարում ենք եւ մենք բազմիցս այս ընթացքում հայտարարել ենք, որ սահմանադրական փոփոխությունները արտաքին ճնշման ներքո անընդունելի են եւ չեն կարող լինել։ Եվ երբ որ կամ եթե սահմանադրական փոփոխությունները արդեն սահմանադրության տեքստ լինի եւ սահմանադրական հանրակրվեի լինի, մենք այն ժամանակ բնականաբար ելի քաղաքական միջոցներով մեր դիրքորոշումը կձևավորենք եւ մեր անելիքները կանենք։ Դուք ասում եք ինչպես եք պայքարում, մենք պայքարում ենք մեր խոսքով եւ նաեւ մեր գործով։ Այսինքն ես ճիշտ հասկացա։ Մենք առաջադրվել ենք եւ մասնակցում ենք խորհրդարանական ընտրություններին եւ հայցում ենք ընտրողների ձայնը, որ ժողովուրդ ջան, եթե չեք ուզում ես երկիրը դառնա վիլայետ, եթե չեք ուզում ես երկիրը դառնա գուբերնիա, եթե ուզում եք մենք մնանք իսկապես մեր գլխի տերը եւ կարողանանք որոշել մեր ապագան, ընտրեք մեզ եւ մենք այո, կոնկրետ ձեր տված հարցի շրջանակներում սահմանադրության հանրակրվեի Նիկոլ Փաշինյանի ծրագրի դեմ մենք կպայքարենք։ Պարոն Կարապետյան, դուք արդեն խորհրդարան։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ Հայկ Մարությանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժ են, որը ընդդիմադիր պայքար կծավալի Facebook-յան պաշտոնական հայտարարություններ անելու միջոցով։ Եթե պետք է դուրս գալ փողոցային պայքար անել, միանալ այն մյուս ընդդիմադիր ուժերին, դուք չեք միանա, որովհետև այդ ընդդիմադիր ուժերի շարքում կան մարդիկ, որոնք ձեզ համար անընդունելի են։ Երբեմն նայած կոնֆիգուրացիաների իրավիճակները տարբեր են լինում, նպատակները տարբեր են լինում եւ այդ հնարավոր գործընկերների շրջանակը տարբեր է լինում։ Գիտեք, եթե ես 20 թվականին Արցախում խրամատի մեջ, երբ մեր ջոկատով այնտեղ էինք, հա, ներողություն դուք ստիպեցիք ես հիշեմ այդ օրը, ասացիք ուր էիք, մենք այնտեղ էինք։ Արցախում իմանայի, որ իմ կողքին նստած կողքի զինվորը օրինակ Քոչարյանի կուսակցությունից է, դա ինձ համար ոչինչ չէր նշանակի։ Ես էլի պատրաստ կլինեի հետ գնալ այդ կռվին։ Այդտեղ մի քիչ ծայրահեղացնում եմ օրինակները, հա։ Բայց երբ այստեղ պետք է Երևան քաղաքում ինչ-որ հարցեր լուծենք, այդտեղ արդեն իհարկե հասկանալի է, արդեն դու սկսում ես ընտրել, թե ում հետ ես գնում այդ ճանապարհը եւ ինչքան արժե զիջել քո սկզբունքներից կամ քո նախկին կամ ներկա, ուրեմն պատկերացումներից այդ հանուն այդ ընդհանուր նպատակի։
Մեր նպատակը, որևէ կարծում եմ ընդդիմադիր, իսկապես ընդդիմադիր ուժի նպատակը դա իշխանության փոփոխությունն է։ Դուք ձեր խոսքում մի քանի անգամ տվեցիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, Ձեր առաջարկով։ Այո, եթե ստեղծվի այսպիսի իրավիճակ, որ հայտնվել եք ազգային ժողովում եւ կամ դուք ձեր քվեները տալիս եք նույն նաև Ռոբերտ Քոչարյանի թիմին օգնում եք, որպեսզի Հայաստանում լինի ձեր ասածը իշխանափոխություն, կամ եթե չեք տալիս, չի լինում։ Ինչ եք անելու, ասելու եք այնտեղ Ռոբերտ Քոչարյան կա, ոչինչ չենք տալիս, թող իշխանափոխություն չլինի, ձեր դիրքորոշումը այդ դեպքում ինչպիսին է լինելու։ Այսինքն դուք նկարագրում եք մի իրավիճակ, երբ նոր ուժ կուսակցության, Ռոբերտ Քոչարյան։ Ենթադրենք այդպիսի իրավիճակ է։ Նոր ուժ կուսակցությունը չի անելու այնպիսի գործողություն, որի հետևանքով վարչապետ կդառնա Նիկոլ Փաշինյանը։ Նոր ուժ կուսակցությունը չի անելու այնպիսի գործողություն, որի հետևանքով, որի արդյունքում վարչապետ կդառնա Ռոբերտ Քոչարյանը։ Արանքում բազմաթիվ այլ կոնֆիգուրացիաներ կան, այլ տեխնացուներ, վարչապետի այլ տեխնացուներ, թիմերի ներսում, թիմերից դուրս օրենսդրությունը թույլ է տալիս, որ պարտադիր չի, որ падգամավորի տեխնացու լինի վարչապետի տեխնացուն։ Կարող են մեզ միանալ այլ ուժերը, մենք չգիտենք։ Դե դուք եթե այդքան ձայն հավաքեք, այո։ Բայց եթե Քոչարյանը ձեզնից շատ ձայն է հավաքել, տարբեր այլ կոնֆիգուրացիաներ կարող են լինել։ Քոչարյանը կարող է հավաքել, ենթադրենք, պատկերացրեք, ենթադրենք Քոչարյանը հավաքում է 10%, Թաթոյանը հավաքում է 4%, Մարությանը հավաքում է 5%, Ծառուկյանը հավաքում է 6%։ Լիդերը բացարձակ թվերով Քոչարյանն է, բայց այն 3-ի մեջ ենթադրենք կա կոնսենսուս, որ Քոչարյանը չպետք է լինի վարչապետ։ Եվ Քոչարյանը պետք է պնդի, որ ինքը պետք է լինի վարչապետ։ Իսկ եթե լինի կոնսենսուս, որ Քոչարյանը պետք է լինի վարչապետ։ Չգիտեմ, համենայն դեպս մենք մեր կարմիր գիծը հստակ գծել ենք։ Եվ եթե մարդկանց գերնպատակը ի վերջո իշխանության փոփոխությունն է, ապա կարելի է նաև մեր տեսակետին գնալ եւ փոխզիջումների արդյունքում ձևավորել նոր իշխանությունը։ Եվ ցանկացած պարագայում մեր օրենսդրությունը տալիս է եւս մի հրաշալի հնարավորություն, որը կոչվում է երկրորդ փուլ։ Հուսով ենք դրան չի հասնի, բայց դա էլ նաեւ էլի ձև է իրավիճակից դուրս։ Հիմա ձեր կուսակցության արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված դուք ասում եք, որ կողմ եք Հայաստանը դեպի Եվրոպա տանելու ճանապարհին։ Դուք սա ինչ կերպ եք պատկերացնում, երբ դուք ապրում եք մի երկրում, որի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ կազմում է մեր ընդհանուր պետության առևտրաշրջանառության 50-ից ավելի տոկոսը, եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի ըստ էության սանկցիաների են արժանանում Հայաստանում հնչած որոշ հակառուսական նաև տրամադրությունների, Զելենսկուն Հայաստանում բերելու, Հայաստանից Ռուսաստանին պատժելու կոչերի պատճառով։ Ուրեմն Զելենսկին Հայաստանում է գտնվել եվրոպական քաղաքական համայնքի։ Այո, բայց Հայաստանից, Ռուսաստանի դաշնակից Հայաստանից արել է հայտարարություն եւ եվրոպական բոլոր պաշտոնյաներին խնդրել է պատժել Ռուսաստանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում արժանացել է ծափահարությունների։ Հիմա, երբ մեր առևտրաշրջանառության առյուծի բաժինը այն կողմի վրա է, դուք ինչպես եք ասում, որ կողմ ենք Հայաստանը դեպի Եվրոպա տանելու ճանապարհին։ Տեսեք, Եվրամիությունը ստեղծվել է որպես տնտեսական միություն եւ շարունակվել է որպես քաղաքական, աշխարհաքաղաքական վերպետական միավորում։ Մենք երկրի եվրոպականացում ասելով պատկերացնում ենք երկիրը եվրոպական ստանդարտներով կառուցելու տեսլականը։ Դա նշանակում է ներքին ուրեմն հարաբերություններում, տնտեսական հարաբերություններում, դատաիրավական հարաբերություններում, խոսքի ազատությանը վերաբերող հարաբերություններում եվրոպական գոյություն ունեցող ստանդարտներ, գոյություն ունեցող որակներ։ Ուրեմն արժեքային քաղաքակրթական իմաստով մենք համոզված ենք, մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության մաս է։ Ի սկզբանե հազարամյակներ ի վեր։ Իսկ տնտեսական որպես քրիստոնեական ժողովուրդ, որպես աշխարհի առաջին քրիստոնեական ժողովուրդ եւ նույնիսկ քրիստոնեությունից առաջ, դեռ չգիտեմ, Տիգրան Մեծի ժամանակներում, Արտաշես առաջինի ժամանակներում մենք ինչ որ առումով նույնպես էլի հելենիստական, եվրոպական
մշակույթի քաղաքակրթության մաս ենք եղել։ Այսինքն մեզ համար Եվրոպա խոսքը դա մի տեղ չէ, ուր պետք է գնալ, այլ մի տեղ է, ուր պետք է մնալ կամ առնվազն վերադառնալ։ Եվ մենք, եթե ուրեմն ավելի լայն խոսակցության գնանք, մենք համարում ենք, որ Ռուսաստանը նույնպես այդ եվրոպական քաղաքակրթության մաս է։ Մենք տեսնում ենք, որ այսօր կա սուր առճակատում Ռուսաստանի եւ եվրոպական երկրների միջև, Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, բայց մենք գիտենք, որ այդ հարաբերությունները, այդ առճակատումներին գալիս են փոխարինելու երկխոսությունը, համագործակցությունը եւ ըստ էության, եթե մենք նայում ենք պատմության, Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև վերջին առնվազն 300 տարվա մեջ ավելի շատ ընկերական, դաշնակցային ուրեմն գործընկերային հարաբերություններ են եղել, քան առճակատում է եղել։ Առճակատումները հակառակը ընդմիջումներ են, ավելի փոքր ժամանակահատված են, գործընկերության ավելի լայն ժամանակահատվածի միջոցով։ Եվ մենք այո կարծում ենք, որ Հայաստանը չպետք է դառնա ոչ բախման օբյեկտ, ոչ բախման պատճառ։ Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում։ Հայաստանը պետք է ձգտի եվրոպական կառույցներին ինտեգրվել։ Եթե հնարավոր է ուրեմն դուրս գալ մենք դա չենք կարող ներկայումս գնահատել։ Մենք պետք է ուղղակի նշաձող սահմանենք մեզ համար եվրոպական, որովհետև ներողություն այսօր պայմանական Ստոկհոլմում ապրելը ավելի լավ է, քան պայմանական Բարնաուլում ապրելը, ամենայն հարգանքով Բարնաուլի բնակիչների նկատմամբ։ Ոչ թե նրա համար, որ Ստոկհոլմում ավելի լավ կլիմա է, քան Բարնաուլում, երկու տեղն էլ ցուրտ է։ Ոչ թե նրա համար, որ Ստոկհոլմում ավելի լավ ճարտարապետություն կա, քան Բարնաուլում, ոչ թե նրա համար, որ Ստոկհոլմում ավելի բարեկեցիկ են մարդիկ ապրում, այլ նրա համար, որ մարդիկ իրենց դժգոհությունները, իրենց օրինակ տնտեսական վեճերը կարող են լուծել ազատ դատարաններում Ստոկհոլմում, իսկ Բարնաուլում դա երաշխավորված չէ, պայմանական եմ ասում։ Այսինքն մենք ուզում ենք ազատ տնտեսական հարաբերություններ, մենք ուզում ենք խոսքի ազատություն, մենք ուզում ենք հավասար հնարավորություններ բոլորի համար եւ դեմոկրատական քաղաքական համակարգ։ Պարոն Կարապետյան, տնտեսությունը, երբ դուք ասում եք մենք ուժ ենք, որը Հայաստանը ձգտելու է տանել դեպի Եվրոպա, դուք հայ տնտեսվարողին ինչ ուղիղ մեսիջ եք տալիս, ասում եք հայ տնտեսվարող, ես մնալու եմ ԵԱՏՄ-ում, բայց ձգտելու եմ, որ դու միշտ ունենաս խոսքի ազատություն, ապրես ժողովրդավար երկրում, ինչ եք անում, որովհետև այդ երկընտրանքը, այդ վարագույրը հիմա շատ հստակ է, կամ այս կողմ, կամ այն կողմ։ Հայաստանի նախորդ իշխանություններն էլ էին կողմ դեպի Եվրոպա ճանապարհին, բաց ՍԵՊԱ-ն ում օրոք ստորագրվեց։ ՍԵՊԱ-ով սահմանված կետերը այս իշխանություն 8 տարվա ընթացքում 50%-ով անգամ չի կարողացել անել։ Նույն վիզաների ազատականացումը գրված է ՍԵՊԱ-ով, դա Նիկոլ Փաշինյանից իշխանության շնորհիվ չէ։ Բայց հիմա փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ աշխարհաքաղաքական նաև, երբ չի լինում երկու կողմի վրա նստել, կամ ԵԱՏՄ-ում ես, կամ ԵՄ-ում ես, կամ հապկում ես, կամ հապկում չես։ Ինչ եք անում շատ կոնկրետ դուք։ Շատ լավ։ Նախ ՍԵՊԱ-ն տեղի ունեցավ 4 տարի հետո այն բանից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ստորագրել ասոցիացիան համաձայնագիրը, եւ այն ժամանակ ուրեմն պատճառաբանությունն էր, որ մենք կընտրենք Եվրասիական միությունը, որտեղ Եվրասիական տարածքում Ղարաբաղը կպաշտպանեն, մեզ կպաշտպանեն։ Մենք տեսանք 20-23 թվականներին, որ ոչ Ղարաբաղը պաշտպանեցին, ոչ էլ մեզ պաշտպանեցին եւ մեր ինքնիշխան տարածքի վրա։ Ով չպաշտպանեց։ Արցախի գործընկերները։ Իսկ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն էր, Հայաստանը պաշտպանեց։ Արցախի մասով ներողություն 20 թվականին ամբողջ հայ ժողովուրդը Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանի պետական մարմինները, ես չեմ խոսում բարձրագույն ղեկավարության մասին, ես խոսում եմ պետական մարմինների մասին, լծված են եղել Արցախի պաշտպանությամբ։ Ով Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Չէ, դուք ասում եք Հայաստանը պաշտպանեց թե չպաշտպանեց, Հայաստանը, խնդրում եմ մի տարանջատեք, Հայաստանը ամբողջ հայ ժողովուրդը, ներողություն եմ խնդրում առանց վիրավորելու, բայց դա մի քիչ նիկոլական խոսույթ է։ Որն է նիկոլական խոսույթ։ Որովհետև ամբողջ հայ ժողովուրդը 20 թվականին լծված էր Արցախի պաշտպանությանը։ Այդ պատերազմները, պարոն Կարապետյան, որ ռազմական եւ քաղաքական ղեկավարության ապիկար կառավարման հետևանքով նաև մեծապես, բացի նրանից, որ միջև այդ ռազմական բալանսը խախտված էր եւ այլն, բայց նաև ապիկար կառավարման հետևանքով մենք պարտվեցինք այդ պատերազմը։
22 թվականին Փաշինյանը ճանաչել է Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլն։ Համենայն դեպս փաստ է, եկեք այսպես ասում ենք կոտլետները եւ ճանճերը տարբերենք, տարբեր ափսեների մեջ տնենք, հա։ Փաստ է, որ Պրահայից առաջ տեղի է ունեցել ջերմուկի վրա հարձակում, որից հետո հապկի մեր գործընկերները եւ Ռուսաստանի Դաշնությունը, որը պայմանագրային պարտավորություն ունի մեզ հետ, հա, որ մեր ինքնիշխան տարածքի վրա հարձակվում են, պետք է արձագանքի, այդպես էլ քաղաքական գնահատական չտվեցին։ Խոսքը քաղաքական գնահատականի մասին է, նույնիսկ մենք զորք չենք ակնկալում, քաղաքական գնահատականի մասին է։ Եվ այդքանից հետո մենք չենք կարող պատկերացնել մեզ ոչ ուրեմն այդ անվտանգային տիրույթում, մեզ ապահով։ Բնականաբար, մինչև մենք հստակ պայմանավորվածություններ եւ անվտանգային հստակ տեսլական չունենանք ուրիշ տարածքներում, մենք չենք կարող հրաժարվել նրանից, ինչը որ ունենք, նույնիսկ չաշխատողից, նույնիսկ մեռելացին հապկից, հա։ Դա արկածախնդրություն կլինի։ Բայց ապավինել նրան, ինչ որ արդեն ցույց է տվել, որ չի աշխատում, դա նույնպես սխալ է, դա նույնպես արկածախնդրություն է։ Հետևաբար, կոնկրետ տնտեսության հետ կապված, հա, վերադառնանք տնտեսությանը։ Եթե ուրեմն մեր գործընկերները մեզ սպառնում են սանկցիաներով, ցուրտ ձմեռներով, հա, շատ լավ է, որ ընկերները մարդկանց սպառնում են ընկերոջը, որ քեզ կոչնչացնեմ, եթե հետս ընկերություն չանես։ Սովորաբար ընկերները ասում են հետս ընկերություն արա, քո հետ լավ կլինի։ Չէ, սովորաբար ընկերներն ասում են, երբ ես պատերազմում եմ այդ երկրի հետ, երբ այդ երկրի հետ 5 տարի դաժան պատերազմի մեջ եմ, այդ երկրի ղեկավարը գա իմ ընկերոջ տնից ինձ ոչնչացնելու հայտարարություն անի, դա նորմալ է։ Իսկ երբ իմ երեխաներին մորթում են Ղարաբաղում, իսկ երբ իմ եղբայրներին արտաքսում են, հանում են 21-րդ դարում, հանում են 23 թվականը նկատի ունեք։ Իրենց տներից հանում դուրս են 23 թվականը նկատի իսկ ունեք։ ռուս խաղապահները բանով սառած աչքերով նայում են։ Ներողություն, Դրան ինչ գնահատական։ Այո, ռուս խաղապահներն ունեին արցախցիների անվտանգությունը ապահովելու պարտավորություն, բայց առաջինը Հայաստանը ուներ։ Ռուսաստանի էմոցիաները հուզում են այնքան, Ճիշտ եք որքան ասում։ անցած տարի Բայց Կազբեկում եկած ձյունը։ Ներողություն, դուք այստեղ մի բան մոռանում եք։ Երբ Ադրբեջանը 2023 թվականին հարձակվեց Ստեփանակերտի վրա, որ եւ մեր հայրենակիցները այնտեղից գալիս էին, տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ մի խայտառակ դեպք։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածեց հայտարարություն հայ-ադրբեջանական սահմանին անդոր է եւ չխառնվեց Հայաստանը։ Դա խայտառակություն է։ Բա մենք ինչ ենք ուզում ռուս խաղաղապահից։ Բայց մենք խոսում ենք ռուս խաղաղապահների մասին։ Մենք ինչ ենք ուզում ռուս խաղաղապահից, երբ հայ զինվորին թույլ չտվեցին գնալ Արցախ եւ հայրենակցին փրկել։ Հայ զինվորը Արցախում էր այդ ժամանակ եւ այդ թվում նաեւ Հայաստանի 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող պաշտպանության բանակի վրա մնաց ամբողջ ապրեկություն է, որ Հայաստանում մենք ուզում ենք ռուսը մեզնից հայ լինի։ Չէ, մենք ինչ ենք ուզում։ Մենք չենք ուզում, որ ռուսը մեզնից չի կարա տենց բան լինի։ Մենք ուզում ենք, որ մեր գործընկերները, ով ուզում է լինի, կլինի ռուսը, ֆրանսիացին թե չինացին, իրենց պայմանագրային պարտավորությունները կատարեն։ Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների մեջ է Հայաստանի ինքնիշխան սահմանները Հայաստանը իր պայմանագրային պարտավորությունը կատարում է։ Խաղաղապահ զորախմբի պարտականությունների մեջ է եղել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանը իր պայմանագրային պարտավորությունը կատարեց այդ պահին։ Մենք խոսում ենք Ռուսաստան, դուք ասում եք Զելենսկին եկել այստեղ եսի միջան։ Ինչ Զելենսկին, ասում եմ, ավելի քիչ է հետաքրքրում, քան անցած տարի Վարդերիսում եկավ։ Ինձ էլ քիչ է հետաքրքրում ռուս խաղաղապահի վարքագիծը, երբ Հայաստանը, այո, դա չի հետաքրքրում, երբ ես նայում եմ, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը ընդունել է կառավարության ծրագիր, որտեղ գրած է Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ոչ մի բան չի արել։ Ես գնամ ռուսին ասեմ գնա Արցախցուն պահի։ Մենք կարևոր մի թեմայից մյուս թեման ենք թռնում։ 2023-ին փաստ էր, չէ՞։ Դա խայտառակություն է, դա խայտառակություն է։ Այս առումով համաձայն ենք իրար հետ։ Իդեպ, Արցախի հետ կապված սովորաբար այս ընտրություններին մասնակցող բոլոր 18 քաղաքական ուժերը պետք է որ արտահայտեն դիրքորոշում, հա, Հայաստանի համար կարևորագույն հարց կա արցախցիների վերադարձի իրավունք, իրենց դիրքորոշումը ինչպիսին է, նոր ուժ կուսակցության դիրքորոշումը ինչպիսին է այս հարցում, արցախցիների հավաքական վերադարձ Արցախ դուք պատկերացնում եք, եթե չէ, ինչու, եթե պատկերացնում եք ինչ տարբերակով։ Տեսեք, նախ
նորից կրկնենք, հա, դա պետք է անընդհատ կրկնել, ինչքան էլ ծեծված չհնչի։ Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր, հեղեղուկ, անհետևողական քաղաքականության հետևանքով 2023 թվականից հետո մենք ունենք մի իրողություն, որից հետո լուրջ չի խոսել Արցախի այն կարգավիճակի եւ այն վիճակի փաստական եւ իրավական վիճակի վերադարձի մասին, ինչ մենք ունենք 20 թվականի սեպտեմբերի 26-ին ենթադրենք, հա։ Եվ մենք փորձելով մեր ժողովրդի, մեր հասարակության հետ առավելագույնս անկեղծ լինել եւ հանդես գալ իրատեսական դիրքերից, մենք հայտնում ենք, որ արցախցիների վերադարձը իրենց տներ այս հանգամանքներում եւ տեսանելի ապագայում իրատեսական չենք համարում։ Միևնույն ժամանակ մենք համարում ենք, որ արցախցիների վերադարձի իրավունքը դա անկախտելի իրավունք է եւ այդ իրավունքը որևէ հանգամանքի պարագայում չի կարող վերացվել կամ վերանայվել։ Արցախցիները իրենց իրավունքների տերն են շարունակում մնալ, արցախցիների իրենց տներում ապրելու իրավունքը անկախտելի իրավունք է եւ իրենք տիրապետում են այդ իրավունքին այսօր նույնպես ինչպես 1988 թվականի փետրվարի 20-ին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմաթ մեդիայի եթերում զրուցակիցս Հակոբ Կարապետյանն էր, կհանդիպենք վաղը։